Տերողնի ձեզ հրաշալի ներկայություն, հրաշալի փառաբանություն։ Ես հավատում եմ եկել է ժամանակը, որ Աստված մեծ գործեր անելու ամեն մեկիս կյանքում եւ մենք ունենալու ենք այն պտուղները երկնային, որ Աստված տալու է մեզ, հալելույա։ Եվ մենք դառնալու ենք պտղաբեր Աստծո ժողովուրդ լինելով, հալելույա, որտեղ մենք իր սեփականությունն ենք, հալելույա։ Ամեն։ Դու հավատում ես, որ դու իր սեփական ժողովուրդն ես։ Այո, ոչ թե մենք ընտրեցինք Աստծուն, այլ Աստված ընտրեց մեզ եւ բերեց հասցրեց այս վայր, որպեսզի մենք հավատարիմ լինենք եւ լինենք այնպես, ինչպես ինքն է։ Աստված ուզում է նմանեցնի մեզ իրեն։ Նա ուզում է, որ մենք նմանենք իրեն։ Նա ուզում է, որպեսզի մենք ամեն ինչում վստահենք իրեն։ Նա ուզում է, որպեսզի մենք ամեն ժամանակ գոհանանք իրանից։ Ամեն ժամանակ նրա ձեռքը բռնենք եւ բաց չթողնենք Փառք Հիսուսին եւ դա այսօր հնարավոր է որովհետեւ ամեն բան կատարվում է հավատքով Փառք Հիսուսին ու եթե դու հավատում ես Տիրոջը հավատում ես նրա արած մեծ զոհին հավատում ես նրա ամբողջ ընթացքը թե ինչ մեծ գործ արեց նա այսօր քո կյանքի վերականգնման քո կյանքի առաջընթացի քո կյանքի օրհնության համար ապա դու ամբողջությամբ այսօր կխոնարհվես նրան եւ կասես շնորհակալ եմ Հիսուս քո արած ամեն գործերի համար որովհետեւ նրա գործերը չեն վերջացել Փառք Հիսուսին մեր Տիրոջ գործերը չեն վերջացել նա գործում է յուրաքանչյուրիս կյանքի մեջ նա աշխատում է մեր հետ հալելույա նա սովորեցնում է մեզ նա մեր հետ քայլում է հալելույա որովհետև ինքը ասեց միջև աշխարհի վերջ ես ձեր հետ եմ եւ գործ ունեմ անելու ձեզ հետ հալելույա ամեն եւ մենք պետքա թույլ տանք որպեսզի Աստված գործի մեր կյանքերում մենք պետքա հավատանք որ Աստված է առաջինը եւ Աստված է վերջինը մենք պետքա հավատանք որ ամեն բան նրանով սկսում է եւ թույլ տանք որ նրանով էլ վերջանա որտեղ մենք տեսնում ենք Աստծո խոսքի մեջ թե ինչքան մարդիկ սկսեցին լավ Աստծով եւ խոսքն ասում ով գաղատացիներ ձեզ ով խաբեց որ ճշմարտությունից հեռացաք գիտեք շատ դժվար ժամանակներ են այսօր եւ հոգեվոր աշխարհում պատերազմ է գնում յուրաքանչյուրի համար դրանց մտվես կողքին դասը քո համար պատերազմ է գնում բայց պատերազմը Մեր Աստված հաղթել է, դու այստեղ ես, ասա Հիսուսը հաղթել է, և նա ասում է, հանգարց չմտածեք, ես հաղթել եմ աշխարհին, ու եթե դու Քրիստոսի մեջ ես, դու հաղթանակած մարդ ես, դու այստեղ ես, քո կյանքում ոչ մի պարտություն չի կա, եթե դու ամուր ես Քրիստոսի մեջ, եթե դու նրա հետ ես քայլում, և նրա սերը ամբողջությամբ հասկանում ես, ինչ մեծ դերակատարում ունի քո կյանքում, հալելույա Ամեն, որտեղ այդ սերը, որ նա ունի յուրաքանչյուրիս հանդեպ, այսօր պետք է արտահայտվի, հալելույա, եւ մենք պետք է լցվենք այդ սիրով, որպեսզի նույն ձևի ոնց որ նա սիրեց, մենք սկսենք սիրել։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Գիտես ինչու են մարդիկ շատ ժամանակ հեռանում, մարդիկ հակառակվում, մարդիկ մոռանում են այն ճանապարհը, որի մեջ Աստված իրանց կանչել է, եւ մենք տեսնում ենք, հալելույա, ինչ մեծ սիրով, ինչ նախանձախնդրությամբ Աստված ընտրեց ժողովրդին։ Եվ այսօր ես իմ հոգու մեջ ստացել եմ, որ նա ընտրել է քեզ։ Բդտվի կողքին տասը նա ընտրել է քեզ։ Ոչ թե որ դու լավն ես, որ դու արժանի ես։ Այն ընտրել է քեզ, հալելույա, որովհետեւ ի սկզբանե գիտեր որ դու ինչ-որ բան կարող ես անել այսօր իր արքայության համար։ Հալելույա։ Եվ դու պետք է սկսես գնահատել ինքդ քեզ, որ հանկարծ սատանան չգա եւ նվաստացնի քեզ եւ վերցնի Աստծո ձեռքերից քեզ ու տանի այն սերնացանի առակի պես, որ Հիսուսը խոսում էր։ Նա ասում էր այն խոսքը, որոնք գալիս են, հալելույա, երկնքից եկած խոսքը, նայած որտեղ ընկնում Նայած ինչ ձևի սիրտ է պատրաստված քո մեջ։ Եվ այսօր դու քո սրտին պետք է նայես, արդյոք այդ խոսքը, որը գալիս է սերմանվելու քո սրտի մեջ, պատրաստ հող է եւ այնտեղ ոչ մի բան չի կարող խանգարի այդ խոսքի պտուղ բերելուն։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Եվ այսօր Աստված ուզում է հետևի քո սրտի դիրքին, որտեղ սրտից է կյանքի ելքը։ Եվ եթե դու այսօր նայում ես քո սրտին, դու պետք է նայես,
Եթե կա քո սրտիդ մեջ ինչ-որ հակառակություն, չներում, սիրո պակաս, դու այսօր պետք է ապաշխարես, որպեսզի քո ապաշխարությունը արժանի պտուղ բերի Աստծո արքայության համար։ Հալելույա։ Հասկանալի եմ ասում։ Հասկանում եք գոնե ինչի մասին է խոսքը։ Հալելույա։ Այսօր սիրո մասին եմ խոսալու։ Այսօր աստվածային սիրո մասին եմ խոսալու։ Գիտեք, շատ ժամանակ մենք խոսում ենք այդ սիրո մասին, բայց չենք վերապրում այդ սերը։ Խոսում ենք Տիրոջ սիրո մասին, բայց չենք գնահատում սիրով կատարված զոհի համար։ Խոսում ենք մեկս մյուսի համար, հալելույա, բայց չենք հասկանում, որ այդ սերը աստվածային դրդում է մեզ միաբանվելու իրար հետ եւ մեկ լինելու Քրիստոսի մեջ։ Եվ հենց դրա համար է, գիտես, սատանային հաջողում, որ մարդկանց իր մարմնի միջից կամաց կտրում ու հանում է։ Եթե մարդկանց չկտրեր ու մարդիկ, գիտես, հաստատված լինեին Տիրոջ խոսքի մեջ, այդտեղ չէր լինի։ Բայց այդ հակառակություն, այդ հակառակության ոգին, որը շրջում է աշխարհի մեջ, եւ մենք տեսնում ենք, որ սատանան ինչ մեծ գործեր է անում մարդկանց նվաստացնելու, գիտես, մարդը կարող է ամեն բան ունի, բայց նվաստացած լինի, որովհետեւ Աստված չունի։ Ու մենք գիտենք վերջը, թե սատանայի ծրագիրը որն է։ Շատ մարդիկ չգիտեն, թե նրա ծրագիրը որն է։ Նրա ծրագիրն է գողանալ, կորցնել եւ սպանել։ Դա սատանայի ծրագիրն է։ Ինչ անում նա գալիս է սիրուն ձևով ասում է կգա լույսի հրեշտակի պես եւ խափի եւ մարդիկ կմտածեն որ հետա այդտենց էլ որ կա, բայց կա Աստծո տրված պատվիրան, ասա Աստծո տրված պատվիրան, որը անվերապահորեն իր ժողովուրդը պետք է կատարի։ Ոչ չպետք է շեղվի այն պատվիրաններից, որ Աստված տվել է, հալելույա։ Ամեն։ Պատվիրանը որն է, որ մենք ընդունենք նրան, որպես Աստված, հալելույա, որ ամբողջ հոգով, սրտով եւ էությամբ նրան նվիրենք։ Ոչ թե մեր ուզածին, մեր կարողություններին, մեր կիրքերին, մեր ցանկություններին, այլ նրա կամքին։ Ու երբ որ մենք նվիրում ենք նրա կամքին, նա ամեն բան անում է մեզ համար, հալելույա։ Գիտես, շատ ժամանակ մենք մտածում ենք ինչ-որ բան արեցինք Աստծո համար։ Ես եկա եկեղեցի ու Աստված այնքան ասուն, այնքան հաճելի եղավ։ Բայց գնում ենք եկեղեցուց ու մոռանում ենք, որ Աստված մեր հետ գնում է։ Ու մոռանում ենք այն խոսքը, որ Աստված տալիս է։ Մոռանում ենք այն պատվիրանները, որ մենք ամեն օր, ասա ամեն օր պետք է կատարենք։ Որտե մենք եկեղեցու մեջ չենք կարա բան բասենք, եկեղեցու մեջ չենք կարա, գիտես, մեկին թարս նայենք։ Բայց երբ որ դուրս են գալի եկեղեցից, ամեն բան մոռացվում է։ Եվ մարդիկ սկսում են խոսել։ Գալիս ենք լավ փառաբանում ենք Տիրոջ ներկայությանը, գալիս է, հալելույա, մենք օրհնվում ենք, փառք Տիրոջը։ Բայց երբ որ դուրս են գալի, մոռացում ենք այն օրհնությունը, այն, գիտես, այդ հնարավորությունը, որ Աստված տալիս է օգտագործելու մեր հոգևոր աճի համար, մոռանում ու կորցնում ենք։ Նորից եմ ասում, սատանայի ծրագիրն է գողանալ քո ժամանակը, գողանալ քո հնարավորությունները, գողանալ քո շփումը, գողանալ քո սերը, նա գալիս է։ Եվ խոսքն ասում է, եկավ գողացավ տարավ, այն սերմը, որը ցանվեց, եկավ գողացավ տարավ։ Ու ես նայում եմ ու ասում եմ, Աստված ջան, հալելույա, փառք քեզ, որ մեր սրտերը պատրաստում ենք այն պարարտ հողի պես, որ ընդ ոչ փշեր լինեն, ոչ մի քարքարոտ տեղ չմնա, այլ լինի այն հողը մեր սիրտը, որտեղ որ քո խոսքը պտուղ կբերի։ Փառք Աստծո։ Եվ այսօր օրն է սիրելիս, որպեսզի մենք գնահատենք այն, ինչ որ Աստված արեց, ինչ որ ստեղծեց, ինչի մեջ դրեց մեզ եւ ինչի մեջ կանչեց։ Փառք Հիսուսին։ Երկրորդ Օրինաց 7-րդ գլուխ։ Հալելույա։ 7-ի առաջի խոսքից կարդանք, հալելույա։ Փառք Հիսուսին, փառք Տիրոջը։ Տերը մեր հետ է։
Երբ որ քո եւ Աստվածը տանը քեզ այն երկիրը, ուր որ գնում ես ժառանգելու համար, եւ քո առաջիցը շատ ազգեր հալածել, այսինքն քետացիներին, գերսեցիներին, ամորացիներին, ասա բոլորին թշնամիներին։ Գիտես, բոլոր քո թշնամիներին Աստված քո առջևից ինչ արել, ոչ շացրե վերացրել է։ Եվ դու այսօր պետք է հասկանաս, երկրորդ օրինաց 7-րդ գլուխ։ Ասում եմ, երբ որ տանեմ ու ոչ չասնեմ քո առջև դուրս եկած բոլոր թշնամիներին։ Ու մենք այսօր տեսնում ենք, որ Հիսուսի արյունով, ասա Քրիստոսի արյունով, մենք ծածկվում ենք այն ամենից, ինչ որ աշխարհը ունեցել է, ինչ որ սատանան ունեցել է մեր կյանքում։ Մենք ծածկվում ենք եւ արդարանում ենք նրա զոհով, որպեսզի մեր թշնամին այլևս չկարողանա մեր առջև կանգնել, որտեղ մենք ընտրված ազգ ենք, մենք ընտրված ժողովուրդ ենք։ Հալելույա։ Եվ մենք պետք է հաստատակամ լինենք մինչև վերջ Քրիստոսի հետ։ Հալելույա։ Եվ քո առաջից շատ ազգեր հալած է, այսինքն քետացիներ եւ ըստ խոսում է այս 7 ազգերի մասին, որոնք քեզանից բազմաթիվ եւ զորավոր են։ Այսօր քո առջև այնքան զորավոր մարդիկ կան, բայց Աստված քեզ ընտրել։ Այնքան քեզանից հարուստ մարդիկ կան, քեզանից շատ հնարավորություններ ունեցող մարդիկ կան, բայց Աստված քեզ ընտրել։ Պատվի կողքին տաս Աստված քեզ ընտրել։ Որ դու լինես իր սեփական ժողովուրդը, որ դու լինես իր զավակը, երկիր ստեղծող Արարիչ Աստված քեզ ընտրել է, որ քեզ որդեգրի, ուրան որդի դարձնի։ Ու դու դեռ մտածում ես ոնց պետք է ապրես։ Դու մտածում ես թե ոնց ինչ հագնես, ինչ ուտես, ինչ խմես։ Ասա իմ հայրը ամեն բան հոգալու է իմ համար։ Ասում եմ, որոնք քեզանից բազմաթիվ եւ զորավոր են, բայց Աստված հավատարիմ կանգնած է քո հետ, որպեսզի քո բոլոր թշնամիներին քո առջևից ջնջի։ Իսկ առաջի թշնամին մենք գիտենք ով է։ Եվ նա պարտված է։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Հալելույա։ Դու ուրախ ես։ Հաջորդ խոսքը։ Երկրորդը։ Փառք Տիրոջը։ Եվ քո եւ Աստվածը նրան քո ձեռքը տա, եւ դու նրանց զարկես այն ժամանակ նրանց անպատճառ բնաջի ջանես նրանց հետ ուղղ չանես եւ նրանց չողորմես։ Ասա աշխարհը իմ համար խաչված է։ Ասա ջնջի քո կյանքից։ Ջնջի քո կյանքից հեռացրա բնա ջնջի։ Թող քո կյանքի մեջ ոչ մի աշխարհիկ բան չմնա։ Մի փոքր անգամ կուրքը, մի փոքր անգամ սխալը հերիք է, որ դու ինչ անես, մոլորվես։ Ուստի ասում է բնա ջնջիր քո կյանքից հին մարդու կյանքը։ Բարձրացած ձեռքիդ ասա ինձ մեջ նոր մարդ ձևավորի Տեր։ Բնան ջնջես, նրանց հետ ուղղ չանես։ Փառք Տիրոջը եւ նրանց չողորմես։ Աշխարհիկ բոլոր ցանկությունների վերջը եկել է, ասա վերջը եկել է։ Փառք Տիրոջը։ Գիտեք շատ ժամանակ ես զարմանում եմ Աստծո վրա։ Ամեն օր Սուրբ Հոգին ինձ զարմացնում է։ Ամեն օր։ Գիտեք, երբ որ մենք նստած ենք ու նայում ենք, լսում ենք փառաբանությունը, մտել ենք այդ երկրպագության փառաբանության մեջ, մի հատ հետաքրքիր Տերը խոսր ասեց։ Դու հավատում ես ինձ։ Կամ արդյոք որ Աստված շատ ժամանակ ասում հավատում ես ինձ։ Հավատում ես, որ ես կարող եմ։ Կաս է մարդ, ով որ հավատում է, որ Աստված ամենակարող Աստված է։ Հալելույա։ Փառք Հիսուսին, որ կան հավատացողներ։
բնաջնջեն, դու էլ բնաջնջի, ասա Աստված իրա գործն անում, ես էլ իմ գործը պետք է անեմ, պատվի կողքին տաս Աստված իրա գործն անում քո կյանքում, բայց դու էլ քո գործը պետք է անես, հալելույա, նրանց հետ ուղղ չանես և նրանց չողորմես, ում թշնամուն, նրանք ովքեր որ քեզ ուզում են հեռացնեն Աստծուց, այն ամենը ինչ որ գալիս է քեզ շեղելու ճշմարտությունից, այն ամենը գալիս է որ քո հավատքը պակասեցնի, այն ամենը գալիս է որ Սուրբ Հոգու հետ հաղորդակցությունը չեղարկի, և այսօր այդ ամենը ինչ որ դուրս են գալի քո կյանքի դեմ, դու պետք է իսպար բնաջնջես քո կյանքից, հաջորդը, և նրանց հետ խնամություն չանես, աղջկանդ նրա տղին չտաս, և նրա աղջկան քո տղին չվերցնես, դու այստեղ ես, կաս թե ով որ ուզում է իր աղջկան ամուսնացնի կամ տղային ամուսնացնի, ասում է խնամություն չանես աշխարհիկների հետ, դե ոչինչ, դե ես հավատքի մեջ եմ, իմ խնամիներս էլ կփրկվեն, խնամիներդ քեզ կտանեն, դու չես կարա խնամիներիդ բերես, հաջորդը, որտև քո որդկանց մի ծառայությունից կդարձնեն և նրանք օտար աստվածների կպաշտեն և Տիրոջ բարկությունը ձեզ վրա կբոբրոկվի և ձեզ շուտով կփչացնի, ինչ կանեն, կմոլորեցնեն, աշխարհը մոլորեցնելու է, հաջորդը, Այդ նրանց այսպես արեք, նրանց սեղանները կործանեք, նրանց արձանները խորտակեք, նրանց աստարովթները կոտրեք և նրանց քանդակած կուռքերը կրակով այրեք, հալելույա։ Փառք Հիսուսին։ Ամեն աշխարհից եկած, ամեն հայրական ավանդույթները, ամեն ինչ որ Աստծուց քեզ հեռացնում է, այսօր դու պետք է կոտրես ու հեռացնես քեզանից։ Համաձայն ես, պատրաստ ես, այսօր կոտրելու ես ու հեռացնես, այն ամենը ինչ որ խանգարում է Աստծուն, այն ինչ որ Աստծո տեղն է գրավել։ Ու այսօր շատերի կյանքում Աստծո տեղը գրաված շատ բաներ կան, որոնք առաջնային են դարձել։ Եվ դուք գիտեք ինչքան եք դուք նեղացնում Աստծո սիրտը, ինչքան եք տրտմեցնում Սուրբ Հոգուն, որ թույլ եք տալի հանգամանքները դառնան առաջնային Աստծո տեղը, գրավելով քո սրտիդ մեջ։ Լավ խոսք էր, հալելույա, այն ինչ որ դու ինձ տվեցիր, դա էլ քեզ եմ տալի Տեր։ Հալելույա։ Որտև այսօր հազարավոր մարդիկ չեն տեսնում, հազարավոր մարդիկ անկողիններում պարկած են անգործունակ։ Գիտեք, մենք կազմակերպենք մի օր հատուկ հիվանդանոցներ գնալու համար ու կգնանք հիվանդանոցներում հայտնություն ստանալու։ Դուք տես, ով է եղել հիվանդանոցներում այս վերջում։ Դու տեսել եք ինչա կատարվում։ Այնտեղ ոչ մեկը չի մտածում աշխատելու մասին։ Այնտեղ ոչ մեկը չի մտածում, որ գործի գնա։ Գիտես իրանց նպատակը որն է, որ իրանց կյանքը փրկվի։ Ու իրանք ոչ մի բան չեն խնայում, որպեսզի իրանց կյանքը ինչ անի, երկարաձգվի։ Ասա Աստված ձրի, նորից ասա ձրի, կյանքա տալի։ Հալելույա։ Մի մտածի, Տերն ասում է քո բոլոր հոգսերը իմ վրա գցիր, ես էլ կանեմ, որտև ես քեզ ընտրել եմ, որտև դու իմ համար քաղցր ես, որտև ես սիրում եմ քեզ։ Բտվի կողքին տասա Հիսուսը սիրում է քեզ։ Բայց այս սերը դու պետք է վերապրես։ Ոչ թե մենք պետք է միշտ լսենք Հիսուսը սիրում է մեզ, Հիսուսը հավիտյան, իր սիրով սիրել է մեզ։ Ասա հավիտյան, սիրով, հավիտենական սիրով է սիրել։ Հաջորդը։ Հալելույա, փառք Հիսուսին։ Որտեղ դու սուրբ ժողովուրդ ես քո Տեր Աստծո համար։
Պտտվի կողքին տասա դու սուրբ ժողովուրդ պետք է լինես։ Քո Աստծո համար։ Առանձնացված։ Ասա առանձնացված աշխարհից։ Փառք Տիրոջը։ Հալելույա։ Որ քո Տեր Աստվածը քեզ ընտրեց։ Պտտվի կողքին տասա Աստված քեզ ընտրել է։ Ով հավատում որ Աստված է իրան ընտրել։ Երկինք երկիր ստեղծող արարիչ Աստված ինձ ընտրել է։ Ով եմ ես, Տեր։ Գիտեք, երբ որ Գեդեոնին ընտրեց պատերազմի համար, հաղթանակի համար, ազատագրման համար, Գեդեոնը ասեց, ես ով եմ ամենափոքրն եմ, ասեց, հենց այդ փոքրին եմ ընտրելու, որ իրանից ոչ մի բան չի ներկայացնում։ Ամեն մեկս մեզանից ոչինչ չենք ներկայացրել, բայց Աստված ընտրել է։ Ու նրանք ովքեր որ մտածում են, որ իրանցից ինչ-որ բան են ներկայացնում, իրանք սխալվում են, Աստված է ներկայացնում մեզ։ Ասա Աստված իր ժողովրդին ներկայացնում է։ Գիտես գնացին կանչեցին, որ անեցքի փոխանեն օրհնության խոսքեր էր դուրս գալիս։ Բայց եկավ ասեց, ինչ որ Տերը ասի, նա էլ ասելու եմ, հալելույա։ Ու ինչ էր անում։ Օրհնում էր Աստծո ժողովրդին։ Ասա սատանան երբեք չի կարա անեցի մեզ։ Բացացած ձեռքերդ ասա, չեն կարա անիծեն մեզ։ Անեցքը քանդված է։ Ով էլ ուզում է գա, ինչ էլ ուզում է անի, ամեն բան օրհնության է վերածվելու։ Լուրջ եք ուզում օրհնված լինեք։ Արեք ծափարենք Տիրոջը։ Որ դու նրա համար սեփական ժողովուրդ լինես, պտտվի կողքին տասա դու Աստծո սեփականությունն ես։ Եվ նո, գիտես, եթե դու քեզ համարում ես նրա սեփականությունը, հալելույա, ուրեմն դու պետք է նրան ամբողջությամբ վստահես, որ ինքը օգտագործի իր սեփականությունը ոնց ուզում է։ Ասա սեփականատերը բոլոր իրավունքները ունի իր սեփականության վրա։ Փառք Հիսուսին։ Իսկ մենք իր սեփականն ենք, իր սեփական ժողովուրդն ենք։ Փառք Հիսուսին։ Եվ նրա իրավունքներն են գործելու այստեղ, որտեղ իր սեփականությունն ենք։ Ոնց ուզի, ինչ ձևի ուզի, այդ ձևել անելու է։ Ու խոսքն ասում է, երբ որ բաժանում եմ, ու ոնց ուզում եմ, այդպես էլ բաժանում եմ։ Ասա Սուրբ Հոգին այստեղ է։ Եվ ինքն է որոշողը իր սեփականության մեջ ինչ ներդրում անի։ Փառք Հիսուսին։ Եվ նա ամենակարողն է։ Երբ որ երկիրը անձև ու անդադար, Աստված սեփականատիրոջ իրավունքով ստեղծեց երկիրը։ Դու այստեղ ես։ Եվ երկիրը, երկինքը դառավ իր սեփականությունը, եւ մինչեւ այսօր դա այդպես է։ Հալելույա, որտեղ ինքը ստեղծեց, ինքը ամեն բան արեց, եւ ինքն էլ Տերն է։ Բայց ինչ որ մեկը եկավ ու ինչ արեց սեփականատիրոջ իրավունքները, հալելույա, որը տրված էր մարդուն, հոժարակամբ ինչ արեց, փոխանցեց, հա, սատանային։ Իր սեփականատիրոջ իրավունքով վստահված տարածքը փոխանցեց ուրիշի թշնամուն։ Եվ նա սկսեց գործել։ Երբեք քո տարածքը, ասա ինձ Աստված տարածք է տվել, որ ես հսկեմ։ Դա քո հոգևոր կյանքն է, դա քո կյանքն է, դա քո ընտանիքն է, դա քո ծառայությունն է, դա այնտեղ է, որտեղ որ դու գտնվում ես։ Եվ Աստված քեզ տարածք է տվել, որպեսզի դու ինչ անես, հսկես, որ դու գիտես, ասեց մշակի եւ ապրի։ Դու պետք է մշակես քո կյանքը, քո տարածքը։ Դու պետք է ամեն ինչ անես, որ Աստծուն հաճելի լինի։ Փառք Հիսուսին։ Ու Աստված ասում է, ժամանակ առ ժամանակ գալիս է իր տարածքը վերահսկելու եւ շփվելու նրա հետ, ում որ վստահել էր իր սեփականությունը։
Գիտեք, այս տարածքը ունի սեփականատեր։ Ու նա սեփականատիրոջ իրավունքով բոլոր հնարավորությունները տվել է մեզ, որպեսզի մենք հսկենք այս տարածքը, այս շենքը։ Ինչ եք մտածում, եթե սեփականատերը գա ու տեսնի ամեն բան ավիրված, նա նորից կավելացնի դա, թե չի ավելացնի։ Բայց երբ որ սեփականատերը գալիս է տեսնում է, որ ինչ է արված, գործը արված, ինչ որ ներդրումը արված, նա ավելի է ուրախանում, որ այն ինչ որ իրան է պատկանում, սեփականատիրոջ իրավունքով ինչ որ մեկին վստահված է, այդ վստահված անձը վստահելի է դառնում իր համար։ Փառք Տիրոջը, հաջորդը, 7-ը։ Ոչ թե ձեր ամեն ազգերից շատ լինեն, ոչ թե որ դու լավն ես, ոչ թե որ քո հնարավորությունները շատ են, ոչ թե որ դու ինչ-որ բան քեզանից ներկայացնում ես։ Ուստի ասում է, ոչ թե ամեն ազգերից շատ լինելու համար Տերը ձեզ սիրեց։ Ասա Հիսուսը ինձ սիրում է։ Եվ ձեզ ընտրեց։ Հիմա պատկերացեք մի բան, հալելույա, Աստված սիրեց, ասա Աստված սիրեց, ու ընտրեց։ Կանչեց, սիրեց քեզ, որտև Աստված այնպես սիրեց, որ ոչ մի բան չխնայեց։ Սիրեց, ընտրեց, ասա ես ընտրված եմ։ Ոչ թե կանչեց, այլ ասում է ընտրեց ստեղ։ Տերը ձեզ սիրեց և ձեզ ընտրեց։ Հալելույա, փառք Հիսուսին, պտտվի կողքին տաս Աստված քեզ ընտրել է։ Եվ դու զգույշ պետք է լինես, սիրելիս։ Ընտրված լինելով, դու պետք է Աստծուն հաճեցնես, Աստծո պատվիրանները ամուր պահես, որտև դուք ամեն ազգերից քիչ էիք։ Ով էիր դու, որ Աստված քեզ ընտրեց։ Խի, չկան են ձևի մարդիկ կան այսօր, լավ հնարավորությունների տեր մարդիկ կան, լիքը փողատեր մարդիկ կան, լիքը հարուստներ կան, լիքը գրես հնարավորություններ ունեցող մարդիկ կան, բայց նրանց չընտրեց, քեզ ընտրեց։ Աստված ինձ ընտրել։ Գրես խի, որ օգնի քեզ, որտեղ սիրեց քեզ։ Եվ դու պետք է այդ սերը պահես քո սրտիդ մեջ։ Հալելույա։ Հաջորդը։ Այլ Տերը ձեզ սիրելու համար, ասա Աստված ինձ կանչել է սիրելու համար։ Հետաքրքիր է, չէ՞։ Ինչի ես Տեր կանչել, ասում է, կանչել եմ քեզ, որ սիրեմ։ Ընտրել եմ քեզ, որ սիրեմ քեզ։ Հալելույա։ Գիտես, երբ որ ամուսինը կին է ուզում, ասում է, ես քեզ ընտրել եմ, որ սիրեմ քեզ։ Կարող է ընտրությունը առանց սիրո է անում, ես ձեր բան չեմ տեսել։ Մարդիկ 4-5 հատ երեխային ունեն, ասում է, չենք սիրում իրար։ Ասում սուտ եք խոսում։ Որտև այդ երեխեքը սիրո պտուղ են։ Ասա երեխաները սիրո պտուղ են։ Եվ Տերը ձեզ սիրելու համար եւ ձեր հայրերին արած երթում պահելու համար Տերն ձեզ զորավոր ձեռքով ծառայության տանից հանեց, եգիպտացիներին փարավոնի թագավորի ձեռքից ազատեց։ Ասա Աստված ինձ աշխարհից հանել է, որ իր սեփականություն դարձնի։ Եփեսացիների առաջի գլուխ 4 խոսքից եմ ուզում կարդամ։ Հալելույա, փառք ես Տեր ջան, որ դու մեզ սիրում ես, որ կանչել ես սիրելու համար։ Ինչպես որ ընտրեց մեզ նրանով աշխարհի ստեղծելուց առաջ։ Ասա ես ընտրված եմ եղել։ Ասում է ստեղծելուց առաջ, որ մենք սուրբ եւ անարատ լինենք նրա առաջին սիրով։ Ինչով? Որ սուրբ եւ անարատ լինենք սիրով։ Փառք Հիսուսին։ Ամեն։ Պատկերացնում եք ինչ մեծ գործ, որ Աստված արեց մեզ համար, հալելույա։ Մեզ առաջուց սահմանելով, որ իրեն որդեգիր լինենք
Հիսուս Քրիստոսի ձեռովը իր կյանքի հաճության, իր կամքի հաճության պես։ Փառք Հիսուսին, ամեն։ Ասա Աստծո կամքով ենք մենք այսօր ընտրված։ Աստված կամեցավ։ Եվ Հիսուսն ասում էր. հայր, նրանց, որ ինձ տվեցիր, ոչ մեկը չկորավ, բացի կորստի որդուց։ Նրանց, ում որ ինձ տվեցիր, հալելույա, որտեղ այստեղ ասում է, նա կանչեց սիրելու համար։ Փառք Հիսուսին։ Գիտեք, շատ կարևոր է, որ մենք լինենք այդ սիրո մեջ, որ լինենք այդ միաբանության մեջ, որ շփումները չկորցնենք։ Դու այստեղ ես։ Եվ որ մարդը ինքը շփում է, կորցնում է Աստծո հետ, նա նաև շփումը կորցնում է իր քույր եղբայրների հետ։ Բայց երբ որ ինքը մարդը իրեն համարում է Աստծո տան մի անդամ, ինքը պետք է իր դռները միշտ բաց լինի եւ եղբայրասիրության մեջ առաջ անցնի։ Հալելույա։ Հասկանալի եմ ասում։ Ո՞վ է հասկանում ինչ եմ ասում։ Ասա եղբայրասիրությունը ամուր պահել։ Բտտվի կողքին տասա դու պետք է եղբայրասեր լինես, քույրասեր պետք է լինես։ Իր կամքի հաճության պես։ Հալելույա։ Իր փառավոր շնորհքի գովասանքի համար, որ նրանով շնորհ ցույց տվա մեզ այն սիրելիովը, որով ունենք փրկությունը նրա արյունովը, մեղքերի թողությունը իր շնորհքի մեծության չափով։ Ասա Աստված ինձ փրկել է, հալելույա։ Փրկություն շնորհեց իր մեծ սիրով, իր արած մեծ զոհով։ Եվ այսօր սիրելիները, սենց դա է կարևորը, որ մեր կյանքերում մենք ամրանանք Քրիստոսի մեջ, որ մենք ամուր լինենք Քրիստոսի մեջ, փառք Հիսուսին, որ ընտրված լինելով արժանանանք նրա հարսանիքը մտնելու։ Դու այստեղ ես։ Մենք պետք է արժանի լինենք, ընտրված լինելով, որ չմերժենք երկնքից խոսողին։ Որտեղ խոսքն ասում է, եթե մերժեցին երկրի մեջ խոսողին, ապա ոնց կարան դիմանան նրան, ով որ երկնքից է խոսում։ Եթե 2-3 վկայով մարդիկ մահանում են իրենց արած սխալների համար, ապա երկնքից խոսողին մերժողի համար ինչ դատաստան է պատրաստված։ Ասա Տեր իմ Աստված, ես լսելու եմ քեզ։ Բացացած ձեռքերդ դու ասա Տեր, ես լսելու եմ քեզ ու կատարելու եմ քո կամքը, որտեղ դու ինձ սիրում ես, Հիսուս ջան։ Դու ինձ կանչել ես սիրելու համար։ Այսօր շատ մարդիկ մտածում են, երբ որ Տերը հանդիմանում է, ինքը բարկանում է այն վրան, ոչ, սիրելիս, ասում է, ում որ սիրում եմ, նրան ծեծում եմ։ Կանչել է, կարող է ծեծի քեզ։ Կարող է քո սխալի համար մի հատ էլ փոքր ստես մի հատ ապտակի։ Ասում է խոսքը, ում որ սիրում եմ, նրան էլ ծեծում եմ։ Եվ որոնց առանց ծեծի է, որդի չի կարա լինի։ Ինչի համար է ինքը մեզ ծեծում շատ ժամանակ։ Մենք էլ բարկանում ենք ու թողում գնում ենք Աստծուց։ Գիտեք, եթե մարդը իսկականից իրան համարում է Աստծո որդի, եթե մարդը իրան 100%-ով համարում է Աստծո ժողովուրդ, ուր այդ փախնի վերջում գալու է։ Ես մի անգամ մի հատ վկայություն պատմեմ սրա հիմքի վրա, իմ փոքր տղուս վրա շատ ուժեղ ջղայնացել էինք։ Ջղայնացել էինք, տնից փախել էր։ Հայաթում մեր բակում կար խոտի դեզ էր։ Ընկել ենք սա ամբողջ գյուղով ման ենք գալիս։ Ես եմ ջղայնանում, ինչի երեխու վրա ջղայնացակ, ինչի երեխու վրա ջղայնացակ, ինչ էր արել, հա, մի հատ էլ սխալ էր, ոչինչ, ու ամբողջ գյուղով մեկ սկսեցինք ման գալ։ Ինչքան բարեկամ ծանոթ կար, սաղի տները գնացինք։
Վերջում գիտես ինչ արեցինք։ Գնացինք տեսանք, որ դեզի մեջ հանգիստ քնել է։ Չիմ մտածում, որ իր ծնողները հա խառնվել են իրար։ Ամեն ինչ անում են, որ գտնեն։ Ինքն էլ գնաց է մի տեղ մտել, փոքր էր, այո, փոքր, չեմ ասում մեծ է։ Մեծ չի կարա տեցանի։ Փոքր էր, որ այսօր շատերը այդ մանկական, հա, բնավորություն ունեն, որ հանգած մի հատ ջղայնանից փախնում են, մտնում են եսին որտե, որ իրանց չգտնեն, ասա Աստված գտնելու է։ Նորից ասա Աստված գտնելու է ու հետ բերի։ Ու որ տեսանք, կաղաց էցենք նորից, կաղաց ջղայնանաս նորից, չէ ինչ արենք, վայ անդու ջան, քեզ ենքան ենք սինում տղես, մյուս անգամ չփախնես տնից, հալելույա, ասա սերը շատ բաներ ծածկում է, ու են մեծ ուրախություն ենք, փառք քեզ Հիսուս ջան, որ մեր երեխեն փախել էր տնից, բայց գտանք, ասա Աստված փնտրելու է, ու բերելու է, բայց եթե մարդը ինչա համարվում է ընտանիքի անդամ, համարվում է Աստծո զավակ, եթե մարդը հավատարիմ է ասում, եթե մարդը նվիրված է ասում, եթե մարդը ուխտի մեջ է Աստծո հետ, ինքը չէր կարա ասել, ուրիշ տեղ չէր կարա փախներ, որտեղ ինքը ընտանիք ուներ ու իր համար, հալելույա, մտածող կար, ասա Աստված իմ համար մտածում է։ Ու քանի անգամ է եղել իմ կյանքում, որ շատ դեպքեր են եղել, որ կարա իր ասել վերջ Աստված ջան, էլ ուժ չունեմ, բայց ինչ արա Աստված, ես քեզ եմ համբերել, դու էլ պետք է համբերես։ Ասա Աստված ինձ համբերում է։ Բտտվի կողքին տաս Աստված քեզ համբերում է։ Փառք Հիսուսին։ Դու ուրախ ես, որ Աստված համբերում է քեզ։ Համբերատար, որ հետ բերի։ Հիմա չեմ ուզում ասեմ, թե քանի հոգու է հետ բերել։ Անուններ չեմ ուզում տամ։ Բայց ով է իրան համարում, որ Աստված համբերատար սպասել է, որ իրան հետ բերի։ Հալելույա, ամեն, համբերատար։ Դու մտածում ես, գնացիր մտար մի տեղ ու քեզ ոչ մեկ չի գտնելու։ Բայց որ գտան, հալելույա, չեն ծեծելու, չեն ջղայնանալու, ասել են սիրում ենք քեզ տղես, սիրում ենք քեզ աղջիկս, մի փախի Աստծուց, հալելույա, ամեն, դու ատես որ Աստված կգտնի, փառք Տիրոջը, Երեմիա 31, երրորդ խոսքից եմ ուզում կարդամ, հերվանց է երևացել ինձ Տերը, թե հավիտենական սիրով սիրել եմ քեզ, ասա Աստված հավիտենական սիրով է սիրել ինձ, ու այնքան հրաշալի խոսք է, ասում է հերվանց է երևացել ինձ Տերը, թե հավիտենական սիրով սիրել եմ քեզ, դրա համար քաշեցի քեզ ողորմությունով, ասա Աստված քաշել է ինձ, մենք ողորմած և գթած Աստված ունենք, և նա հավիտենական սիրով սիրել է քեզ, ու դու ինչ պետք է անես սիրելիս, նույնը դու պետք է անես, դու պետք է նմանվես Քրիստոսին, դու ասես Տեր իմ Աստված, հավիտենական սիրով ես սիրել ինձ, քաշել ես դեպի քեզ, քաշել ես դեպի քո սրբությունը, քաշել ես դեպի քո արդարությունը, և ես երբեք չեմ փախնի քո ձեռքերից, ես դու չեմ տա, որ ինչ որ մեկը իմ ձեռքս քեզանից կտրի, ես պայքարելու եմ, ասա ես պայքարելու եմ, ես պայքարելու եմ քո սիրո համար, ես պայքարելու եմ, որ այդ սերը երբեք չսառչի իմ մեջ, շատ ժամանակ կարը սիրում ենք, ու նայում ես, որ այդ իսկ լրիվ կեղծ սեր, ասա ես կեղծ սիրով չեմ ուզում լցվեմ, նորից ասա ես կեղծ սիրով չեմ ուզում լցվեմ, բացացա ձեռքեր հետ, ասա Հիսուս,
ինձ քո սիրով լցրա։ Սերը չի գոռոզանում, սերը չի լրբանում, սերը իրենը չի փնտրում, սերը համբերում է, երկայնամիտ է, հալելույա, երբեք չի վերջանում։ Այդ սիրով եմ ուզում լցվել։ Ով ուզում է սիրով լցվի։ Փառք Հիսուսին։ Դե չէ մի հատ ապտակա տալի, Աստված սխալ է տեղը նստի, հալելույա, դու ավելի նոր բաներ մի արա, մի անգամից խռովում ես ու փախնում ես, ումից։ Ումից։ Աստծո սիրուց։ Չէ որ Աստված քեզ հավիտենական սիրո մեջ է կանչե, Աստված քեզ բերել է որպեսզի օրհնի, իր սեփական ժողովուրդ դարձնի եւ հնարավորություն տա քեզ այս աշխարհում լինել հաղթողի կարգավիճակում, հալելույա, որտեղ ինքը հաղթել է աշխարհին։ Փառք Հիսուս, հալելույա։ Գիտես ես խեմ իշնում հիմա, ես զգում եմ, որ Աստված ուզում է ավելի մոտիկից քեզ դիպչի։ Աստված ուզում է ավելի մոտիկից քո հետ խոսա, ոչ թե բեմից խոսա, այլ խոսա քո կողքը հենց, կանգնի հենց քո կողքը ասի, ես քեզ հավիտենական սիրով եմ սիրել։ Ես եմ քեզ քաշում իմ մոտ։ Բռնի իմ ձեռքս, հալելույա, մի թող իմ ձեռքս։ Մի գնա գողին, մի թույլ տու որ գողը գողանա, մի թույլ տու որ հարևանդ բամբասի, մի թույլ տու որ կողքից ասեն, ինչ կա այդ եկեղեցում։ Տեր դու հավիտենական սիրով սիրել ես ինձ, հալելույա, եւ դու ես քաշել ինձ։ Դու գիտեք, երբ որ մագնիսը երկաթին մոտեցնում են, ոչ թե մագնիսն է երկաթն է մագնիսին քաշում, այլ մագնիսն է երկաթին քաշում։ Ասա Աստված է քաշել մեզ։ Նորից ասա Աստված քաշել է այդ ձգողականությունը, հալելույա։ Եվ ես պետքա լինեմ այդ ամուր հիմքը, ունենամ Աստծո մեջ այդ հավատքը, որ Աստված ամեն ժամանակ քաշի ինձ իրան, հալելույա։ Արի ինձ մոտ, հալելույա, հարց ունես։ Ինչ ես ուզում որ քո համար անեմ։ Գերեսկուհին ասեց, ինչ ես ուզում որ քո համար անեմ։ Ընդհանրապես ինչ ես ուզում, դու ակում ես ինձ։ Դու կանչում ես Հիսուս Դավթի որդի, բժշկիր ինձ, հալելույա։ Ինչ ես ուզում որ անեմ։ Որն է քո ուզածը, ես կանգնած եմ, հալելույա, կանչել եմ, քաշել եմ քեզ ինձ։ Ով ուստե հարցում է, հարցեր ունեք։ Կանց թե մարդիկ ովքեր հարցեր ունեն, ասա այսօր իմ հարցերի լուծման օրն է, Տեր։ Ես հավատում եմ։ Դու ես քաշում ինձ, ինչ հարց ունես, ինչ դու հավատում ես որ ես կարամ։ Գիտես շատեր հարցնում Հիսուս ասում է, հավատում ես որ կարամ անեմ։ Հավատում ենք Տեր, հավատում ենք Հիսուս։ Արժանացրա։ Դու ես ինձ արժանացրել, որ քո զավակը լինեմ։ Թող որ արժանի պտուղ ունենամ քո մեջ։ Որ երբ որ դու գաս, արժանի համարես ինձ։ Հալելույա, ամեն, քո հետ հաղորդակցման եւ քո հետ միաբանվելու համար։ Փառք Հիսուսին։ Ասա փառք Հիսուսին։ Տերն այստեղ է։ Նա քաշել է։ Փառք Տիրոջը։ Ես քեզ չորրորդ խոսքը մյուս անգամ պիտի շինեմ եւ դու պիտի շինվես։ Ասա Աստված որ սարքում է, մենք չենք կարա չսարքվենք, չշինվենք։ Ու այսօր Աստված եկել է ինչ անելու, կառուցելու։ Գիտեք սիրելիներս, ես ձեզ ասեմ, եկեղեցին, գիտեք ոնց է, ինքը շատ ժամանակ միշտ Աստված շարժում է։ Որտեվ խոսքն ասում 7 եկեղեցիներին, նայի զգուշ եղի կգամ կշարժեմ։ Եթե չապաշխարես։ Ու երբ որ այդ շարժումը գալիս է, ով որ ապաշխարում է, մնում է ու հաղթում է։ Բայց ով որ չի ապաշխարում, այդ իր պրոբլեմն է։ Նա ասում է, ես ժամանակ տվեցի, որ ապաշխարեք։ Հիմա սիրելիներս, ասա իմ համար ժամանակ կա։
Բայց գալիս է ժամանակների վերջը, որ արդեն Աստված չի համբերում դրան։ Նա ժամանակ առ ժամանակ գալիս է, քեզ ժամանակ է տալի, որ դու սովորես, որ դու վստահես, որ դու հավատաս, որ դու հավատարիմ լինես, որ դու իրան նմանվես, որ դու հոգևոր աճ ունենաս, որ դու Աստծո հետ փոխհարաբերությունները ճշտես։ Նա ժամանակ է տալի, բայց դու եթե անհոգ ես լինում եւ անտարբեր, այդ ժամանակի վերջը գալիս է։ Փառք Հիսուսին։ Պիտի շինեմ եւ դու պիտի շինվես։ Ով է Իսրայելի կույսը, մյուս անգամ պիտի թարվես քո բնումբուկներով եւ պիտի դուրս գաս ուրախացողների բարախմբի մեջ։ Հալելույա։ Ամեն։ Գիտեք, Տերը իմ սրտի մեջ շատ հզոր ձևի խոսացել է։ Այս բեմում փառաբանությանը տեղ չի լինելու։ Աստված, հեսա կարդամ ինչ անելու։ Դուք հավատում եք, որ կան հրեշտակներ Աստծո։ Ես չէի ուզում խոսայի դրա մասին, բայց հիմա իմ հոգու մեջ ոնց որ Տերը խոսում, ասում է ասա։ Հալելույա։ Աստվածա բերելու լցնի եկեղեցին։ Ասա Աստվածա եկեղեցին լցնողը։ Մենք չենք։ Ու մենք տեսնելու ենք դա, որ տեղ չի լինելու։ Շատերն են գալու, հերթ են կանգնելու, որ Աստծուն ծառայեն։ Ամեն, հավատում ես, ով է հավատում, Փառք Տիրոջը, ուզում եմ այդ տեղը կարդամ, հետո նորից կշարունակենք, դա Մատթեոս, հալելույա, այո, ցավալի է, շատ բաներում մենք ցավ ենք վերապրում, Հալելույա։ Սա Մատթեոս 22-րդ գլխի պատմությունն է, մենք շատ ենք լսել հարսանիքի պատմությունը, լսել եք հարսանիքի պատմությունը։ Ասա ես հրավիրված եմ։ Ես ընտրված եմ։ Դու համարում ես քեզ ընտրված։ Հանգարցնես չանես, որ արժանի չլինես մտնելու։ Որովհետև Աստված ուզում է, որ քեզ արժանի գտնի իր կանչին։ Հալելույա։ Ամեն, ասա հավիտենական սիրով սիրել է, բայց Աստված մեղավոր չի, որ դու այդ տարածքը սեփականաշնորհված տարածքը թողում ես ու գնում ես, Աստված մեղավոր չի, ամեն, Աստված մեղավոր չէր, որ Ադամը ծախեց սեփականատիրոջ իրավունքը, Աստված մեղավոր չի, եւ որ մարդը իր որոշումով թողեց այն տեղը, որտեղ որ Աստված Աստծուց էր նախասանվաված իր կոչումը Ստես դու, ասա ես չեմ թողելու, բտտվի կողքինիդ ասա դու չպիտի թողնես, ուրախացողների պարախմբի հետ, հալելույա, մենք պարային խումբեր ենք ունենալու, ես առաջ շատ էի մտածում, հալելույա, ասում է, եթե մարդը մտածում է, որ ինքը ինչ-որ մի բան իրանից ներկայացնում է, դեռ ինքը ոչինչ չի ներկայացնում իրանից, ասա լիքը ներկայացնող մարդիկ է բերելու Աստված, բայց իրան ներկայացնող, ոչ թե մարդը իրան ներկայացնող, այլ Աստված այդ մարդուն է ներկայացնելու այն ամենի համար, ինչ որ ինքը ծրագրել է այս եկեղեցու մեջ իրագործելու։ Փառք Հիսուսին։ Մենք ուզում ենք մեզանից ինչ որ բան ներկայացնենք, մենք մեզ ներկայացնենք, պետք չի Աստված է ներկայացնողը։ Ու ինքն է ցույց տվողը, հալելույա, ու ինքն է ցույց է տալիս, ու ցույց է տալու, Փառք Հիսուսին, եւ Հիսուսը պատասխանեց Մատթեոս 22-րդ գլուխ, առաջի խոսքին, եւ դարձյալ խոսեց նրանց հետ առակներով ասելով, երկնքի արքայությունը նմանվեց մի թագավոր մարդի, որ իր որդուն հարսանիք արավ եւ իր ծառաներին ուղարկեց, որ հարսանիքի կանչեն հրավիրվածներին, եւ նրանք չկամեցան գալ։ Ո՞վ հավատում, որ ինքը ընտրված է ու հրավիրված։ Բայց ինչ արեցին։ Ասում է իր ծառաներին ուղարկեց, բայց նրանք չկամեցան։ Ասա Տեր իմ Աստված, թող իմ կամքը չլինի։ Բարձրացած ձեռքերդ ասա Տեր, թող իմ կամքը չլինի։ Որովհետև եթե մարդու կամքն է, ինքը հաստատ չի կամենալու։ Ինքը շատ բաներ է փնտրելու, որ Աստծո հետևից չգնա։
կանչեն հարսանիք, բայց նրանք չկամեցան գալ։ Գիտես ինչ ահավոր է, երբ որ մարդուն Աստված հրավիրում է, ինչ որ ծառայության մեջ, ինչ որ գործի մեջ, ու մարդը չի կամենում։ Ուզեմ կգամ, ուզեմ չեմ գա, ուզեմ կանեմ, ուզեմ չեմ անի։ Գիտես, Աստծո սեփականություն համարվող մարդը ինքը Իրանը չի այլևս, ինքը Քրիստոսինն է։ Իր ուզածով չի լինելու, ուզեմ կանեմ, ուզեմ չեմ անի, այլ քո այոն պետք է լինի այո, ամեն ժամանակ, հալելույա։ Ամեն, այո Տեր, հալելույա, այո, պետք է կանգնել դռան առաջ, ես կանգնելու եմ։ Պետք է ինչ որ բանը քո տան մեջ անել, ես կանգնելու եմ։ Պետք է Տեր իմ Աստված գնալ ավետարանություն, գնալու եմ։ Պետք է գթությանը ծառայեմ, կայնելու եմ։ Պետք է կարգ մեջ լինեմ, կանգնելու եմ։ Պետք է, այո, Տեր, հալելույա։ Փառք Հիսուսին։ Մտվի կողքին դասա պետք է դու մասնակցես աղոթքներին։ Փառք Հիսուսին։ Պետք է դու մասնակցես ավետարանչությանը։ Պետք է դու մասնակցես, պետք է, ու դու պետք է ասես այո Տեր, այո։ Ինչ արած չկամեցան գալ։ Գիտեք, քանի մարդ այսօր չի կամեցե որ գա։ Ես ես լուրջ եմ ասում։ Ես սրա մասին չէի ուզում քարոզեի, բայց Սուրբ Հոգին ա տանում։ Գիտեք, քանի հոգի ասեց, Սուրբ Հոգին մի հետաքրքիր բան ասեց։ Գիտես, քանի հոգի են այսօր չեն կամեցե, որ գան եւ վերցնեն իմ օրհնությունը։ Իմ սերը վայելեն։ Դրա համար, երբ որ գալիս է 7-րդ օրը, որ դու պետք է սուրբ պահես այդ օրը, վազելով արի այնտեղ, որտեղ որ քեզ կանչել է Աստված։ Որտեղ դու 7-րդ օրը պետք է սուրբ պահես։ Եվ ամբողջությամբ նվիրվես Աստծուն։ Դե գործերով, ով գործ չունի։ Մարդիկ մտածում են, որ մենք պարապում։ Գիտեք, ես երեք այնքան տկար էի, մարմինս այնքան էր տկարացել, որ ես մտածում էի, որ ես չեմ կարող Տեր իմ Աստված այս վիճակում կանգնեմ քարոզեմ։ Որտեղ այնքան ծանրաբեռնված ժամեր էին։ Եվ ծառայության մեջ, եւ հոգեվոր կյանքում, եւ աղոթքի մեջ։ Ու Տերը մի խոսք ասեց։ Ես քո համար խոսք ունեմ։ Ասի Տեր իմ Աստված, խնդրում եմ այդ խոսքը, որը իմ սրտի մեջ հաստատ կա, թող արթնանա այդ խոսքի իմ մեջ, հավատքով։ Ու գիտես ասեց, թող տկարն ասի ես ուժեղ եմ։ Ու ես ասի ես ուժեղ եմ։ Հալելույա։ Ես տկար չեմ։ Ես կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով։ Ու արթնացավ իմ հոգին, արթնացավ իմ մարմինը, արթնացավ իմ շունչը։ Հալելույա, միջև այդ սաղ կախել էր։ Կա ժամանակ, երբ որ քո մոտ ամեն բան կախվում է։ Թույլ տուր այն խոսքը, որը Տերը սերմանել է քո սրտիդ մեջ արթնանա, հալելույա, ու հիշեցնի ով ես դու։ Հալելույա, ու տեսեք, եւ իր ծառաներին ուղարկեց, որ հարսանիքի կանչեն հրավիրվածներին, եւ նրանք չկամեցան գալ։ Դարձյալ ուրիշ ծառաներ ուղարկեց եւ ասեց. ասեցեք հրավիրվածներին, ահա իմ ճաշը պատրաստեցի, իմ արչարները մսացուները մորթված են եւ բոլորը պատրաստ է, եկեք հարսանիքը։ Ասա ամեն օրհնություն Աստված պատրաստել է այս վայրում։ Նորից ասա բոլոր օրհնությունները Աստծո մոտ են։ Ու դու չպետք է փոխես Աստծունը աշխարհի հետ։ Հալելույա, ասա ես ուրիշ կերակուր ունեմ այսօր, նորից ասա հոգևոր կերակուր, Փառք Հիսուսին, եւ տեսեք ինչ է կատարվում, իսկ նրանք անհոգ լինելով, լսում ես սիրելիս, բտտվի կողքին տասը հանգարց անհոգ չլինես, Աստծո կանչին անհոգ չլինես,
Գիտես երբ են անհոգ լինում, երբ որ ամեն ինչ ունեն։ Ստես դու, երբ որ ինչ-որ բաների հասնում են, մարդը դառնում է անհոգ։ Էլ իրան պետք չի, որ ինչ-որ մեկը իր համար աղոթի, էլ իրան պետք չի, որ ինչ-որ մեկը իրան օգնի։ Ու անհոգ է դառնում։ Ու տեսեք անհոգությունը որտեղից է գալի, հալելույա։ Լսեք, սիրելիներս, աղքատ մարդը երբեք անհոգ չի լինում Աստծո խոսքին, որտեղ ինքը կարիք ունի։ Ամեն, կարիքավոր մարդը երբեք անհոգ չի կարա լինի Աստծո խոսքին։ Երբ է անհոգությունը գալի, երբ որ մարդը արդեն մտածում է, որ ամեն ինչի ասել է, այդ ժամանակ գալիս է անհոգությունը, որի համար ամեն բան լավ է։ Ու տեսեք ինչ ասում։ Բայց նրանք անհոգ լինելով գնացին իրենց գործերին։ Ինչին։ Ասա ես չեմ գնալու իմ գործերին։ Բացացած ձեռքերդ ասա Տեր, ես չեմ գնալու իմ գործին։ Լսել եք, որ մեկ-մեկ ասում են, դե գնա գործի Տեր։ Գնա գործը տարա։ Հիսուսը Հուդային ասեց գնա քո գործին։ Ինչի ասեց գնա քո գործին, որտեղ արդեն սատանան ինչ էր արել, իր սրտի մեջ գցել էր։ Գնա գործիդ։ Կամ մեկը գալիս է ինչ-որ մի բան խոսում է, գնա գործիդ։ Գիտես էդի շատ ժամանակ ովքեր են անում, հա, ղեկավարները, որ գնում ես հանկարծ մի բան ես ասում է, գնա գործիդ, ես գիտեմ ինչ պետք է անեմ։ Լսել եք այդ ձևան։ Գնա գործիդ։ Մեկն իր արտը, մյուսին իր ինչին։ Ասա ես առևտրական չեմ Տեր, ու չեմ էլ ուզում առևտրական դառնամ։ Ամեն։ Ոչ էլ իմ գործին ունեմ գնալու։ Ասա իմ գործը հավատալն է։ Խոսքն ասում ձեր գործը, ասա Աստծո զավակի գործը հավատալն է։ Փառք Հիսուսին։ Հավատում ես, որ իմ գործը հավատալն է, ոչ թե իմ գործը աշխարհի մեջ է։ Էդի կա, Աստված իմ ձեռքի աշխատանքն էլ կորտնի, ինձ ֆինանսներն էլ կորտնի, իմ ուտելն էլ կորտնի, իմ հագնվելն էլ կորտնի, ամեն բան կանի Աստված, կյանք էլ կտա, որովհետև կյանքը ավելին է մարմնից։ Իմ գործը միայն ինչ է, հավատալն է։ Ես էլ հավատալու եմ։ Ով կարա, բայց հավատքը, ասա հավատքը լսելուց է։ Լսելն էլ ասա հավատքը լսելուց է։ Այսօր հավատա։ Գործ արա հավատքի։ Որովհետև հավատքը առանց գործերի մեռած է։ Հաջորդը։ Մնացածներն էլ բռնեցին նրա ծառաներին, նախատեցին ու սպանեցին։ Ինչ ասես չասեցին։ Դու մեր լավը չես ուզում։ Ստես դու։ Եղել է որ մեկին ասես, արի գնանք ծառայել, ես ուզում եմ հոգևոր աճես, բան, ասի դու իմ լավը չես ուզում։ Ու շատերն են այդ ձևի մտածում, հովիվը մեր լավը չի ուզում, որ մենք աշխատենք, չի ուզում, որ լավ ապրենք, սուտ, դա սատանայի սուտն է, ստես դու, նա գալիս է շնջում ասում է, նայի, հովիվը ասում է, վայ, մի աշխատի, ծառայի մենակ սուտ, ասա Հիսուսն ասում է, կայսրին է կայսրին, ասա Հիսուսն է ասում, կայսրին է կայսրին, ասունը, փառք Հիսուսին, կայսրին է կայսրին, ասունը ասուն, էտով է եկեք ես խապե, որ հովիվը չի ուզում, որ դու հարստանաս, որ դե ագրած ասո խոսքի մեջ, որ դու հարուստ չես լինելու, Աստված ընդհակառակ ասում է, ես կորտնեմ քեզ քաղաքի մեջ, ասա կորտնի Աստված ամեն ինչով, երկնքի պատուհանները կբացեմ, ու այնքան կլսնեմ, որտեղ չի լինի։ Ասա Աստված էլ է ուզում, հովիվն էլ է ուզում։ Որ իմ ձեռքի, բացացած ձեռքի, ասա իմ ձեռքի աշխատանքը լինելու է օրհնված։ Հիսուսի անունով։ Սատանան պարտված է։ Հիսուսը հաղթել է։ Հալելույա։ Ու գալիս է, նայի, սա քո դեմ է։ Այս քարոզա գիտես հավիտենական սիրով, ասա հավիտենական սիրով,
Ոչ թե ժամանակ առ ժամանակ, այլ հավիտենական սիրով Աստված սիրեց մեզ եւ ինչ արեց, քաշեց մեզ դեպի իրան, ընտրյալ ժողովուրդ դարձնելու, անհոգ չլինես, այն շնորհքի համար, որ Աստված քեզ տվել է, հալելույա։ Ուստի ասում է անհոգ լինելով, հալելույա, ամեն մեկ գնաց իր գործին ու առև տնին։ Աստծո կանչը մոռացան։ Բտտվի կողքին դասա դու Աստծո կանչ ունես։ Ու անհոգ չպետք է լինես։ Հալելույա։ Եվ մնացածները բռնեցին նա ծառային, նախատեցին եւ սպանեցին, բայց թագավորը լսելով բարկացավ եւ իր զորքն ուղարկեց այն սպանողների, սատկացրեց եւ նրանց քաղաքն արեց։ Այն ժամանակ իր ծառաներին ասեց. հարսանիքը պատրաստ է, բայց հրավիրվածները արժանի չէին։ Ինչ չէին։ Նայեք, անհոգություն եւ անարժանություն։ Անհոգ, Աստծո կանչին անհոգ, դառնում ես անարժան։ Աստված արժանացրեց հավիտենական սիրով իրան, իրան սեփականություն դարձրեց մեզ, որ մենք էլ սիրենք միմյանց։ Պտտվի կողքին դասա մենք պետք է սիրենք միմյանց։ Ինչով։ Այդ կար սիրով չէ։ Փոքր, հա, նոնա ջան սիրում եմ քեզ, հալելույա, նոնան մի հատ ոտս տրորեց, էլ չեմ սիրում։ Այդ սիրով չէ, այդ սիրով չսիրեք, սիրեք հավիտենական սիրով, սիրեք աստվածային սիրով, ասա ես սիրում եմ քեզ, հալելույա, մի հատ էլ տրորի, մի հատ էլ տրորում, էլի սիրում եմ քեզ, հալելույա, երրորդը տրորի, չորրորդը հաստատ չի տրորի, որովհետև Աստված երրորդն էլ թույլ չի տա որ տրորի, ասում եմ մի երեսիդ խփում են, մյուսն էլ դեմ տու, հալելույա, ամեն, Փառք Հիսուսին, դա աստվածային սերն է։ Ինչ արեցին մեր Հիսուսին։ Վեկալեցին գավազանը տվին ձեռը, վերջում էլ վեկալեցին այդ գավազանով խփեցին գլխին։ Այնքան խփեցին, մինչև այդ փշերը մտավ իր մաշկի տակ ու արուն թափվեց։ Գիտեք ինչեր է տարել, ինչ են արել մեզ, որ միանգամից փրփրում ենք, պայթում ենք, ես ինչեր ենք անում, չարչարվել ես դու գոնե Քրիստոսի համար, այսքան ժամանակը դրել ես Աստծո համար։ Աստծո կանչին ասել ես այո եւ ամեն։ Սիրում է Հիսուսը քեզ։ Ես մի աղբերս լավ չնայեց վրես, ես մի քույրիկս ինձի հերիքա, կա մեկ ասամ մի հոգի կա, ով հավիտենական սիրով սիրել է ինձ ու քաշել է իր մոտ, հավատարիմը իր կանչին լսի։ Մի նայի քո կողքին, մի նայի նրանց ովքեր որ այդ կանչը մերժում են, մի նայի նրանց ովքեր որ չեն սիրում, դու սիրի, հալելույա, դու սիրի, դու քեզ տրամադրի որ պետք է սիրես, հալելույա։ Գիտեք քանի անգամ եմ ինձ տրամադրել որ սիրեմ, ու ես հասել եմ դրան, վերջնական սերը եկել լցվել այն մեջ, որտեղ տրամադրել եմ ինձ։ Բայց եթե ես ինձ տրամադրեմ ինչ-որ մեկի դեմ դուրս գալու համար, հաստատ Աստված չի։ Հաստատ կա ինչ-որ մեկը, որը քո տրամադրություններից հետ խաղում է։ Ու սկսում է օգտագործել մարդկային հին բնավորությունը, բա ես, գիտես ով եմ, ով ես դու առանց Քրիստոս, զրո։ Փառք Հիսուսին։ Բայց հրավիրվածները արժանի չէին։ Գիտես երեկվա խոսքի մեջ մի հատ հետաքրքիր բան էր ասում Տերը, հալելույա, ես երեք տեսամ, որ 100%-ով Աստված ինչ որ դու քարոզում ես, դրա մեջ էլ տանում է։ Երեք ես խոսում էի տների մասին, ասում եմ գնացեք ու հարցրեք ով է արժանի ու մտեք այդ տունը։ Մատթեոս 10-րդ գլխում է գրված։ Գնացեք գյուղը մտեք, քաղաք մտեք, հարցրեք ով է արժանի ու իր տունը մտեք, երբ որ մտեք բարև տվեք։ Ու ասում եմ եթե տունը ընդունի ձեզ, թող ձեր բարևը գա այդ տան մեջ։
Ով ասում իր տունը այսօր, ասո օրհնությունը գա։ Անեշի որ Հիսուսը պետք է մենակ գա, Հիսուսը իմ հետ է գալու։ Բտտվի կողքին տասա Հիսուսը քո հետ ուզում է գնա ինչ որտեղ։ Որ ընդունի քեզ, նրան ընդունում։ Ու խոսքն ասում է, ձեզ ընդունեցին, ինձ ընդունեցին։ Հալելույա։ Ձեզ չընդունեցին, ինձ չեն ընդունում։ Հալելույա, արժանի չէին։ Հաջորդը։ Հիմա գնացեք դեպի ճանապարհների խաչմերուկները։ Դու հավատում ես ասորեշտակներին, հիմա գալիս եմ նրան ինչ որ Տերը նոր խոսացել այն սրտի հետ։ Ես էսի չէի կարոզելու այսօր, բայց ուզում եմ ասեմ Սուրբ Հոգին գիտի շարունակությունը, ասա հավիտենական սիրով կանչելա, ընտրելա եւ ինչ է ուզում անի, որ արժանի լինենք նրա հարսանիքը մտնելու, բայց եթե անհոգ լինենք, արժանի չենք լինի։ Ասում եմ գնացեք խաչմերուկների ճանապարհների ում էլ որ գտնեք, կանչեք հարսանիքը, հալելույա։